Սիրելիներս, ես հենց հիմա կարդում եմ հատվածներ Աստվածաշնչից կանանց մասին, հետո արդեն կասեմ ինչ եմ ուզում խոսել, բայց այս հատվածները սկզբում կկարդամ, հետո նոր կխոսեմ, ինձ թվում է կարճ եմ խոսելու շատ, որովհետև իրականում շատ ասելու բան էլ չկա, ամեն ինչ պարզ է։ Առակաց 31:22 Իմաստուն և առաքինի կինը խնամված է և կրում է լավ զգեստներ։ Ինձ թվում է շատ պարզ, հասկանալի, առանձնացված կերպով եմ կարդում, ոչ մի բան շփոթելի չի լինի։ Իմաստուն և առաքինի կինը խնամված է ու կրում է լավ զգեստներ։ Նա իր համար գործվածք է գորգեր է պատրաստում, նրա զգեստը բեհեզ է ու ծիրանի։ Բացատրելու ինչ-որ բան չեմ կարծում, որ կա։ Ռեբեկան կրում էր զարդեր, և ծառան հանեց արծաթյա իրեր, ոսկյա իրեր և հանդերձներ ու տվեց Ռեբեկային, Ծննդոց 24:53։ Ամեն ինչ պարզ է, բայց հետո ընդհանուր կբացատրեմ։ Էսթերը օգտագործում էր կոսմետիկա և զբաղվում էր իր մարմնի և դեմքի խնամքով։ Եսթեր 2:12 Եվ երբ որ յուրաքանչյուր աղջկան կարգը գալիս էր Ասվերոս թագավորի մոտ գնալու համար, կանանց սովորության պես 12 ամիսը լրանալուց հետո, որովհետև այդպես էին լրանում նրանց մաքրությունները 6 ամիս զմուրսի յուղով և 6 ամիս անուշահոտ խունկերով և կանանց մաքրությունների պիտույքներով, Էսթերը, ով օգտագործում էր կոսմետիկա, Աստծո կողմից ընտրվեց մեծ առաքելության։ Էսթերը այն ժամանակվա կոսմետիկ միջոցները, իհարկե համեմատելու չեն այժմյան միջոցների հետ, բայց օգտագործում էր և ընտրվեց Աստծո մեծ առաքելության համար։ Ռեբեկան, որ կրում էր զարդեր, և ծառան հանեց արծաթյա, ոսկյա իրեր, հանդերձներ տվեց Ռեբեկային, որը գրված է Ծննդոց 24:53, դա որպես օրհնություն էր Ռեբեկային, օրհնություն Աստծո կողմից, ինչու, որովհետև Աստված նույնպես անում է նվերներ իր աղջիկներին, ուղղակի մարդկանց ձեռքով նվերներ, նյութական նվերներ, զարդեր, խնամքի պարագաներ, որովհետև ուզում եմ ասել, որ Աստված շատ է ուզում, որ իր աղջիկները լինեն իրենց հնարավորության սահմանում խնամված և գեղեցիկ, և նա հոգ է տանում այդ մասին, հավատացեք, Աստված հոգ է տանում, նույնիսկ մեր արտաքին խնամքի մասին, որովհետև նա մեզ շատ է սիրում։ Կդնեմ մատանի քո քթի վրա, կդնեմ ականջողեր քո ականջներին և թագ կդնեմ քո գլխին։ Եզեկիել